Այսօր տոն է բարեկամներ, ով գիտի որ տոն է այսօր, շատ ուժեղ տոն։ Դիմավորենք նրա շատ սիրելի կնոջը, ով որոշել է այսօր տարբերվող անակնկալ անի ոչ միայն իր սիրված ամուսնուն, այլ նաև սիրված կեսուր մայրիկին։ Այդ ինչ հարգված անձնավորություն ես դու, որ նման լավ տղա է լույս աշխարհ բերելու տվել իրեն։ Գիշերը չի քնի, քո համար նվեր է սարքել, որ քեզ ուրախացնի, որովհետև քեզ շատ է սիրում, արվա։ Ծորեն մեր հարսիկը ոչ միայն ամուսնու հանդեպ ուշադրություն ցույց տվեց, հիմա էլ սկեսուր մայրիկի հանդեպ ուշադրություն ցույց տալիս եւ անակնկալը հարսիկի, նրա քույրիկի եւ զոնքաշ մայրիկի կողմից է։ Եք եթե երեխային արթնացնում ենք։ Ես էլ Վարբերիսյան պայթուններ Պապարանը ամենամանորյա քաղաքն է, որովհետև Ստեփանավանցիներն են եկել, Վանաձոր, անակնկալ են անում, Ստեփանն էլ եկել է Ստեփանավանցիների բանը, միությունը շնորհավորի։ Որ այս հարցն ու փեսայի բեմվեն, հա? Բարեկամ ո՞նց ես։ Ասում է բանակում է Էդգարը։ Այս տուփը, որը ոսկեգույն կրիշկայով է, քերին է ուղարկել, իսկ թե ինչ կա մեջը, ասեմ իմացեք, գաղտնիք չլինի մեր համար, մինչև փեսան ուրախությունից գլխապտույտ կունենա։ Օ, նվեր, որի մեջ էլի նվեր կա։ Սրա մեջ մեքենայի բանալիներ են ընկերներ։ Աչքերը փայլում են եւ փեսայի ու հարցի նվերն է։ Կիա Արնաուլում կանգնած է ու սպասում է զույգին, իր տիրո եւ տիրակալին։ Մի Սադեր վերջը չի ընթացքային բաներ ունենք։ Կասնեմ մյուս հավեսով նվերը, ուղևորա փոխադրություն, հանգստություն եւ խաղաղություն, ներդաշնակություն դեպի Եգիպտոս ընկերներ։ Լավ տեղ, տաք երկրներ, անունն էլ Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխ։ Իսկ այստեղ մեղրամատանին է ընկերներ, տատիկի կողմից է այս մատանին։ Տատիկի, ռիմա տատի, ո՞նց ես։ Տատիկը տեսեք իր սիրուն մատանի է հարսիկի համար ստեղծագործել։ Նշեմ, որ մենք այս զույգի նշանադրությանը ներկա ենք եղել, նշանադրությունից հետո էլ մեզ այսպես լավաշով տվել են խորոված խոզի չալաղաջ։ Ոսկի է թափում վերևից, այս կոնյակը բացելու եք առաջնեկի ծնվելուց։ Մեքենա, որը Բարեկամներ, հարգանքներս այսօր մեր օրը սկսում ենք Եղեգնաձոր քաղաքից, մեր շատ գեղեցիկ Եղեգնաձոր քաղաքից, հեսա Վարբերիսի կողքով անցանք, այսօրվա մեր հասցեներից մեկը հենց Վարբերիսյան հասցեն է, որտեղ շատ սիրված ամուսին է ստեղծագործում, ստեղծել այս գործը Վարբերիսը առաջին անգամ նա է բերել Եղեգնաձոր եւ շատ մարդկանց օգտակար է եղել այդ իր քայլով։ Ահա մենք հասանք այն հասցեն, սիրուն զարդարած ամանորյա հասցեն, որտեղից պետք է դիմավորենք նրա շատ սիրելի կնոջը, ով որոշել է այսօր տարբերվող անակնկալ անի ոչ միայն իր սիրված ամուսնուն, այլ նաև սիրված կեսուր մայրիկին, որ նման լավ տղա է լույս աշխարհ բերելու տվել իրեն։ Այո, հարսիկները շնորհակալություն ասելու ձևերը լավ գիտեն։ Իսկ հիմա մենք գնանք ու նաև նրանք զբաղվում են էբոքսիդնի սմալայով սարքում են բաներ էլի արդեն։ Սիրուն իրեր։ Բարեկամներ, նոր որ գլուխ էի գովում, այս նրանց համար էի գլուխ գովում, տեսեք, այս ժամացույցերը միշտ հասանելի են։ Էջ ունես, բայց էջ ունես։ Այստեղ են մտնում, հələ պահի որ բանը ով հավեսանի, խփի մտնի, այսինքն ամբողջ Հայաստանում կարաս ուղարկես ով ուզի, էլի։ Հա, հայփոստով։ Նկարիր նորմալ կարան գտնեն Instagram-ում, շատ լավ բաներ է, էլի։ Ժամացույցեր են տարբերվող ամբողջ աշխարհում մի հատ նման ժամացույց կա։ Էսի վաճառված, այս ուրա գնալու։ Երևան։ Էս ինչա որ։ Ափսե։ Ամանորյա ափսե է։ Հարգելի երևանցի պատվիրատու, իմ մատնահետքերը մնաց ձեր ափսեի վրա։ Մի խոսքով էս ամեն ինչը ավելի ճոխ տեսականի ու կլինի ջերմուկի
ֆեստիվալին, որը տեղի է ունենալի ամսի 3-ին ձեր տաղավարում դնելու եք ու անես որ ով գալու է ջերմուկ իմացեք այս մասին, դե լավ, բալետ պարողին նկարի, ես ինչ անում, էսի թռնում է ծով աղբեր, այս ժամը քանիսին է թռնում, ժամը աղբերս էսի չի թռնում ծովը, էսի հելնում է, ինչ անում, շատ գիտեմ, հռոմեական թվերով, օրը էսի լնայիշ սիրուն, ես լրիվ ծով վիճակա։ Էդի մեր առաջի գործն է, հետևի։ Էսի առաջի գործն է դրա համար են ստե 3 հատ բաներ, թե էս ինչ է, էսի անի ժամը 5-ն է, չէ 4-ը, 4-ն է։ 2-ը էսա, 3-ը հետա, 6-ը։ Էսի 12-ի քարն է, էսի 3-ի քարը, շատ թեզոր, բայց սպայել են, ոնց որ ծովափում են էսա։ Հիմա գնանք անակնկալ անենք, որ սիրուն է, էլի։ Վարդան, տես այս կալբասի բուկետը շուտով կհասնի իր տիրոջը։ Շատ լավ գեղեցիկ պահ է լինելու, բայց այդ ջերմուկի պահերը ամսի 3-ին, հա, սկսում է։ Ամսի 3-ին ժամը 3-ին մենք ենք գնում, տաղավարներն է բացում, ժամը 6-ին։ Հալայով ժամացույցները կգտնեն իրենց պատերը հայոց աշխարհում։ Հələ ես մտածում եմ կա տուրիստներ էլ գան, տուրիստները вообще ուժեղ լինի, էլի։ Բարեկամներ, հիմա կադրերում այն Վալբերիսն է, որ առաջինն է բացվել Եղեգնաձորում։ Միշտ էլ առաջինը տարբերվում է եւ հիշվում է, որովհետեւ առաջինը ամենադժվար պահերի միջով հենց ինքն է անցնում։ Առաջի ռիսկերը հենց նա է կրում եւ լավն այն է որ այդ ռիսկերը կրելուց հետո մարդը հաջողում է իր գործը գաղափարը այնպես որ գնացինք Արո աղբորը ասենք ծնունդը շնորհավոր բարեկամ բայց դու մի անգամից մի մտել որ Արսեն ում կողմից է մի քիչ ինքը հիմա այս ընդունման տոշկայում է թե ներսը գմփիկ վերցել ես Կանչեք հա ինձ հա Այսօր տոն է բարեկամներ, ով գիտի որ տոն է այսօր, շատ ուժեղ տոն։ Դե որ ստեղ եք, ոնց որ ընենց այլ է որ ծապ պտի տակ, տալիս եք ծապեր, գիտեք չէ ինչ անուշ աղբոր ծննդյան օր է, մեր Արո աղբոր ծննդյան օրն է։ Աղբոր ծննդը աղբերս դու ունես շատ գեղեցիկ քաղցրա հնչյուն անակնկալ, հələ չեմ ասում ում կողմից է, բայց դու չես էլ կարա կասկածես իմանաս ում կողմից է։ Կաղա մի հոգու անում տաս, բայց մնացածին չես կարա։ Ընկերների։ Հե? Ընկերների։ Հա, ընկերները լավ ընկերներ են, բայց ընկերների կողմից չի։ Բա, բայց էլի ընկեր, էլի կարելի է։ Հարազատների ասեմ, լավ։ Հարազատների, լավ, լսի։ Գիտես, չէ, ես որ մի քիչ համոզեմ, դու կհիշես, կասես ում կողմից է, բայց համոզեմ որ, հա, հուշեմ։ Կնոջս։ Առաջի ճիշտ պատասխանը։ Կես ամեն օր ասեմ Մամայիս աղբորը։ Չէ, գիտես ինչ ես ամստե, կնոջը դու իր ընտանիք, իր քույրիկի ու մայրիկի, զոնքաչ մայրիկի կողմից, այդ ինչ հարգված անձնավորություն ես դու, հիմա մի հատ երազանք պահի ու փչի մոմերը, աղբերս, դու լուրջ անակնկալ ունես։ Սիրուն աղջիկ ես հավանել եմ, քո Հացապ էլի, ահա, ես քաղցրությունը քեզ առողջ լինես, լավ լինես, իրենց կողքից անպակաս, և հենց այս պահին է որ Քո կինը, բարեկամ, իր ձեռքով ուզում է, գիշերը չի քնի, քո համար նվեր է սարքել, որ քեզ ուրախացնի, որովհետև Վգա, իմ սերը քեզ վգա, քեզ պես սիրուն աղջիկ չկա, սիրուն չկա Ես էլ Վալբերիսյան պայթուններ Իմ սերը ես գտա, քեզ ուրիշին երբեք չեմ տա դու Ինչի համար, գիտես չէ, քեզ բոլորն են շնորհակալ, որ դու Վալբերիսը բերել ես Եղեգնաձոր Ես գիտես ինչ է Գետնի դուք եք, բայց խեցգետին չկա Եղեգնաձոր Գիտես չէ, հիմա պետք է գնանք մամային ծաղիկներ տանենք, բայց հանկարծ Պալիչյանս մեծ ծրագրերը Աղբերս էսի դե բանա, ոչինչ տոսես մնա Մենք իշնենք մետ, հա, իշնենք բան անենք Իշնենք ծաղիկ վերցենք, արինց կակրած հետից կգաս կընտրես ծաղիկը Բարեկամներ, հիմա մեր անակնկալը շարունակվում է երկրորդ մասով Մենք հիմա գնում ենք ծաղկի խանութ, ծաղիկ վերցնենք սիրված կեսուր մայրիկին Ով Արո աղբորը ծնեց ու հանձնեց Հարսիկին, հարսիկն էլ շատ գոհ է ու շնորհակալ Սերունություն ենք տանում էլի, տանենք շնորհակալությունը հայտնենք, համ էլ ես ուզում եմ ներքևով եթանք մտնենք այդ պահը կա թե չէ կռաբների Գետինի պահը էլի, բայց Որոշում ես 2 տարի խեցգետին ես ուզում բերես Հիմա կաղա պատրաստված էլի, ասեիր մի հատ կոֆեի հարստուծի հեսա կգանք բան Դե լավ, հիմա պատրաստ կլինի, չէ, մենք պատրաստ ենք կարևորը Գմփիկը հետևում է, հա Լեսի ոնց անենք, ես հիմա գնում եմ Գնա, բանա, լեսի Գնում ես, ասում ես շատ լավ է, լավ բան Տես, Յանի մենք էլ ստե չենք, վարդան ես ինչա
В общем, յանից դե չենք մենք էլի, դու ունենց արա, որ մենք մտնենք։ Հա, նկարել եք, հենց արա սկզբից ենք նկարել։ Փաստորեն մեր հարսիկը ոչ միայն ամուսնու հանդեպ ուշադրություն ցույց տվեց, հիմա էլ սկեսուր մայրիկի հանդեպ ուշադրություն ցույց տալիս եւ անակնկալը հարսիկի, նրա քույրիկի եւ զոնքաշ մայրիկի կողմից է։ Բոլորը շնորհակալ են Արոյին եւ նրա մայրիկին, որ ամեն ինչ այսքան գեղեցիկ է ստացվում։ Հա? Դու լավ ես։ Միթե քեցել բռնել եք, որ այսքանն էր անակնկալը։ Դուք իմացեք, աշխարհի ամենասիրված կեսուր մայրիկն է, գնացեք այս սիրուն զարդարված տեղ։ Ես սա դու ես զարդար, հա? Չէ, ամուսնուս է։ Ամուսնուս է։ Դե այդպես միշտ սիրով լինեք, իրար շատ սիրեք, այս ծաղիկներն էլ ի նշան շնորհակալության հավեր ու հարատը, որպես լավ որդեք նվիրել մեր հարսիկին։ Դե մի հատ գրկի մի հատ Կուզեի ծնվել ես իմ նույն հարազատ մորի Եթե երեխային արթնացնում ենք Որ մանկության ջերմությունի Ոտներս խերով դե սպասենք ֆեստիվալին ջերմուկի որ գանք տնանք քանի հատ էս ծախե Հա Դե ձեզ լավ որ մենք ուզում ենք Տատի ուզում ենք ռակ ճարեինք Ախեց գետին էլի Մենը չկար Հարսիկը ամեն ձև վիզա դրել որ ճարի Այս տարի էլ չէ լավ տենանք մյուս տարի կգետնի թե չէ Դու էլ ես սիրում ռակ Դե լավ ուրեմ տենանք ինչ ենք անում լավ Հանկարծ որ Երևանը աշկովս ընկնի ռակ կառնեմ կբերեմ հե Բոլորից լավ մնացեք Ամանոր է կերներ տեսեք ինչ լավ ամանորյա օջախը լտես Սիրուն զարդարել են Ուրախություն է այս օջախում թող միշտ լինի ուրախություն իսկ մենք ընկերներ գնանք ուղիղ լրիվ ուղիղ գնում ենք ուր Վարդան գնում ենք Վանաձոր Այսօրվա մեր ուղիները խաչվում են Վանաձորի Մարտունու հետ Եղեգնաձոր Վանաձոր Մարտունաձոր Մարտուն ինչ առանձնացնենք էլի ձորը համի Ես ուզում եմ սրտանց հայտնել այն լուրը որ ապարանը իսկապես կարողացավ շատ գեղեցիկ դասավորել ու զարդարել քաղաքը Եվ իմ չափանիշներով ապարանը ամենամանորյա քաղաքն է, որովհետև մարդիկ ոչ միայն շատ լույս են օգտագործել, այլ շատ հետաքրքիր ու խելացի են օգտագործել, լուրջ են օգտագործել եւ ստացել են իրական ամանորյա ատմոսֆերա։ Այստեղ գալուց մտածում ես, որ Սանտա Կլաուսը կամ Ձմեռ Պապիկը հենց ապարանից է գալիս ու բոլորի նոտարին շնորհավորում։ Տեսեք, ամեն ինչը մանրամասն մտածած ու արած է։ Ես հիանում եմ եւ վարում եմ եւ ուտում ու ինձ դուր է գալիս ապարանը ողջուններս հարգելի ապարանցիներ այսօր ապարանով անցնում ենք գնանք Սպիտակով անցնենք հասնենք Վանաձոր գեղեցիկ հարսանեկան արարողություն ունենք որից հետո միանգամից գնալու ենք Մարտունա աշխարհ Գեղարքունյաց աշխարհ որտեղ նույնպես ունենք հարսանիք այսօր հայոց սուրբ օջախների միավորման Օր է, իսկ մենք ունենք մասնակցություն, ձեր հետ միասին, շնորհակալ եմ բոլորից հետ, որ հետևում եք, նայում եք Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, Եգիպտոսից ընկերներ, շատ շնորհակալ եմ բոլորից հետ, ապրեք, ես զգացված եմ եւ հենց դուք եք մեզ տալիս բավականաչափ էներգիա, որ ամբողջ Հայաստանով շրջենք ու գեղեցիկ բաներ անենք հայոց ազգի համար, գեղեցիկ եւ դրական, ուրախալի լուրեր հայտնենք ձեզ։ Տեսեք ինչ գեղեցիկ է ապարանը։ Ես ապարանի տեսանյութերը շատ եմ տեսել, իսկապես ոգեշնչող է, տոնական է եւ այս ամենը ով կազմակերպել է, քանի հոգի է լինեն բոլորին հատուկ շնորհակալություններ, որովհետեւ դուք այս զարդարանքը անելով չեք զարդարել միայն ապարանը, այլ զարդարել եք ամբողջ Հայաստան աշխարհը, որովհետեւ այս կադրերը տեսնելիս ցանկացած հայի սիրտ բաբախում է եւ իրեն շատ լավ է զգում այս գեղեցկության համար։ Այնպես որ ապրեք մեր շափանիշներով դուք ստանում եք առաջին տեղ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին տեղ, ծլանք առաջին տեղ, մեդալներ։ Շնորհակալ են գեղեցկություն ստեղծելու համար։ Կցանկանայի որ այս ամենը ստեղծողները ամբողջ Հայաստանով շրջեն, բոլորին սեմինարներ տան ու որ այս գեղեցկությունը սկսեն բոլորը օգտագործել։ Որովհետև սա միայն ամանորի հրաշք չէ, այլ ամբողջ ընթացքում կարող են այս մտքերը մեզ ավելի գեղեցիկ դարձնել, ավելի գեղեցիկ հայրենիք տալ մեզ։ Շնորհակալ ենք ուշադրության համար, իսկ հիմա ես շարունակելով շարունակում եմ ճանապարհը դեպի Վանաձոր, Վանաձորցիներ հարգանքներս, գալիս ենք ձեր մոտ։ Սա էլ Սպիտակ քաղաքի
գեղեցիկ տոնածառը ու զարդարանքը։ Հրաշք է։ Տոնական տրամադրությունը ամենուրեք է։ Իսկ մենք դրա միջով անցնելով գնում ենք։ Շատ ենք անցել այս ճանապարհով, բայց այս գեղեցիկ եռակտուր տները չենք տեսել։ Ես ինչ սիրուն տներ է։ Սիրուն է, չէ՞ Վարդան։ Հավանեցի։ Աչից էլ բալոններով զավոդն է, քարաբալոնային գործարանը, որը չգիտեմ ինչի համար է նախատեսված, բայց էլի գեղեցիկ է։ Լրացնում է Վանաձորյան գեղեցիկ բնաշխարհը։ Մենք արդեն մուտք ենք գործում, բան չմնաց, գնում ենք Վանաձոր։ Ահա ցուցանակն էլ է արդեն ասում, որ գնում ես Վանաձոր, իսկ մենք մեծ սիրով գնում ենք։ Խոյակերտ, խողովակ, ձգվող դեպի երկինք, որը հեռացնում է բոլոր տեսակի ծխերը հանում է վերև։ Եվ մենք այս հրաշալի հայոց շալախոյի տակ Վանաձորի մեջ գնում ենք դեպի Հարսանյաց հանդես։ Պակաս էր մի երկու բաժակ արախ կամ գինի, որ խմենք ուրախ քեֆները ստեղը լինի, բայց դե մեր ընենցա, որ առանց դրա էլ կլինի, ինչ այլ է որ, դեմիցս գնում ավտոն գազի, հեղուկ է երևի, տանի ծախի, ժողովուրդը լցեն իրանց ավտոները կշեն, հերվում երկու հատ էլ ցից կա, էլի, ծխնել լույզ է ինչ է, այո, հանում է ծուխը վերև, Աչից գործարանն է, հա դե պարզասաղիս էլ, Վանաձորը հին ու արդյունաբերական քաղաք է։ Վանաձորի հրաշքն է ձեր կադրերում։ Վանաձորի անգեղեցիկ կամրջի վրայով անցնելով մենք մտնում ենք Վանաձորի մյուս մասը։ Մենք Վանաձորի այն Տարոնի կողմից եկանք, Վանաձորի Տարոն թաղամասի կողմից եկանք, հիմա ներ ենք խուժում բուն քաղաք, որտեղ գեղեցիկ երկնաքերեր են եւ իհարկե մաքուր իրավիճակ, որտեղ մենք կգնանք ու կգտնենք այն ռեստորանը, որտեղ հիմա ամուսնանում են մեր անուշախբեր Միշան եւ Հասմիկը, չէ՞։ Հասմիկն ու Միշան այսօր կազմում են հայոց Սուրբ Օջախ, իսկ մենք գնում ենք շնորհավորանքներ տանենք մեր Միշա անուշախբոր քերու ընտանիքի կողմից։ Միշայի եւ Աստղիկի, այո, Միշան, երկու Միշա ունենք այսօրվա պատմության մեջ, մեկը ամուսնանում է, մյուսը քերին է, քերին էլ քանի կա, շոկոլադը պետք է լինի, Միշան այսինքն միշտ պետքա շոկոլադ ունի, որովհետեւ քերի ունի, անունն էլ Միշա, այնպես որ ընկերն էլ շատ լավ իրավիճակ է, տեսնենք Միշան կիմանա, որ Միշա քերին է անակնկալը պատվիրել, մենք չենք ասելու այնքան ժամանակ մինչև որ Միշան ասի, Միշան Խոստովանի, ով է անակնկալը արել։ Այսքանը, բայց հələ դու Վանաձորը նկարի ամեն դեպքում, որովհետև Վանաձորից մենք ունենք բավականաչափ շատ բարեկամներ, ովքեր նայում են մեր տեսանյութերը, դրա համար թող իրենց քաղաքը տեսնեն, կարոտներն առնեն, մենք էլ վայելենք այս գեղեցկությունը։ Հաջորդ շրջադարձից մենք արդեն ձախ ուղղությամբ ենք գնալու ու հետո լրիվ ձախ անենք, իջնենք գնանք այն մի տեղը, որ էսի սիրուն շենք, հələ նայի։ Շատ գեղեցիկ Տաշիր արենայի նմանվող շենք է, բայց սա ավելի շատ խանութների շենք է, քան ցիրկի։ Ու լուսինը իհարկե, լուսինը թաքնվել է երկնքում, մաղիկ է այսօր նա։ Մաղիկ տեսքով է հանդես գալիս։ Իսկ մենք մտանք շրջանաձև երթևեկություն, որտեղից մի անգամից կգնանք մեր նորմալ օրենքով ընկերներ, հարկավոր է օրենքով վարել մեքենան, որպեսզի ճիշտը մնա միշտ, թե չէ ճիշտը կկորի, կգա վիշտ, հիշեք այդ ամենի մասին։ Շունիկ, հետ գնա։ Ահա թե որտեղ էր թաքնված գազանը, 07-ին զիջենք, մուտք գործենք շրջանաձև երթևեկություն, բարեհամբույր ժպիտով հաղթահարենք դժվարությունները։ Բարեկամներ, ոչ բարեվոք փողոցներով եկանք հասանք Royal ռեստորան, այստեղից շրջադարձ կկատարենք օրենքի տարին համապատասխան, շրջադարձ ենք կատարում, հերվից գալիս է Kia-ն, հետո BMW-ն և մենք գնում ենք այսպես հավեսով, զիջում ենք BMW-ին, այսպես, Վարդան գմպլուկները վերցել ես, հարգանքներ ես որով ախտեր։
Պռոպկա եմ սարքել։ Վարդան ես ոնց անեմ, ախպերս էստե անեմ, հա, հեսենց։ Թե դնեմ Մի ինտեղ կասենք դուս գա, հա։ Այս իրար հետ կետան կհանենք դուս մեր Էդգարին։ Հա, դու արդեն մնացել։ Էդգարը բանակում մեջ է խաղացել։ Ախպեր, ինձ ասում են սա բանակում ես ինչ են ինչ է, ախպեր։ Բայց ես բանակումը չեմ նայել, ես բանակումի վաղ ծառայել եմ, ոգի, չեմ տեսել, հա, չեմ նայել, չգիտեմ։ Դա է պատճառը, որ շատ հաճախ մարդկանց տեղը չեմ բերել, բայց դեմքով կճանաչեմ։ Իմացար ախպեր, Ստեփանավանցիներն են եկել, Վանաձոր, անակնկալ են անում, Ստեփանն էլ եկել է Ստեփանավանցիների բանը, միությունը շնորհավորի։ Բանակումի Էդգարն էլ ստեղ է ու անակնկալ է անում, բանը, առիթն է վարում։ Ես մերոնք են։ Քեֆ են անում։ Հարսն ու փեսան պարել են արդեն։ Որ այս հարսն ու փեսայի բեմվեն, հա։ Արի լավերը, սարիլա քեզ շուտ են ապա։ Ախպեր եկել եմ վերնեմ սրտից։ Լավ է։ Ընկերոջ մեր ընկերոջ մամայի ծնունդել ես ու շնորհավոր եմ։ Ասում է բանակումի Էդգարը։ Ասում եմ ախպեր, ես բանակումի վաղ իսկական ծառայել եմ, էլի չեմ տեսել այդ սերիալը։ Արի իրար հետ նկարվենք։ Եվ չեք անում, չեք պարում։ Չէ, ես չէ ապա։ Անչի, պարեք։ Աշկից մենք ենք։ Մենք հիմա եկել ենք Վանաձոր Ստեփանավանցիների հարսանիքին, բանակումի Էդգարն է եթերում, ու մենք գնացինք։ Ախպեր ես կտաս միկրոֆոնը դու ոնց որ լավ չեն ծափել։ Հարգանքներս բոլորիդ, հարգելի Ստեփանավանցիներ, մի հատ էլ ցույց տվեք տնամ Ստեփանավանցիներն, է ծափեր են տվեք։ Այո, Ստեփանավանցիներն Ուզում եմ հիմա իմանալ մի անգամից առանց ձգելու, որ կողմն է հարսիկի կողմը թող ծափեր տա լսենք։ Ինձ մի բան թվում է, որ Փեսայի կողմը շատ ուժեղ առնելու։ Փեսայի կողմը, լա դուք ցույց տվեք։ Ես ճիշտ էի, բոլորս ենք ճիշտ, կարող եք հավաքվել այս գեղեցիկ առիթին, այս սուրբ առիթին, որտեղ մեր Միշան եւ Ասմիկը որոշեցին կազմել հայոց գեղեցիկ օջախ, սրբազան օջախ։ Բոլորի օրհնությունն այստեղ է, բայց մարդիկ կան, որ իրենց օրհնությունը չեն բերել, դրա համար ես եմ եկել ու բերել եմ։ Միշա, վերցրու ծաղիկները, բարեկամ, դուք էլ ծափեր տվեք ու ձեր միությունը շնորհավոր լինի, Աստծո օրհնությամբ ուժեղ լինեք, սիրով շատ, լիքը սեր ձեզ։ Նվիրի հարսիկին, նա թե պաչի կարա, ինչի՞ չէ որ։ Ու ծափերը Միտք մատորու Անհամբեր անորժներու Ակնթար չենք բաժանվում Շնորհավորանքներ, այս ծափերը սրտան շնորհավորանքներ են ձեզ, ովքեր այստեղ են իրենց ներկայությունը լրիվ ստացան, ապրեք, իսկական քեֆ արող եք, դա լավ քեֆ եք անում, ուզում եք գայի պարեի, բայց չեկա, հիմա եմ եկել, որ ուրախացնեմ մեր զույգին, մի հատ ուրախացեք, ինչ եք կային, հա, այսպես կլինի, ուրախ եղեք, որովհետև ձեր բռնած գործը ուրախ է, կավոր ժանքը օրհնությամբ և իհարկե Աստծո օրհնությամբ, մենք հիմա ևս մեկ նվեր կտանք մեր զույգին ու այս նվերը տալուց հետո արդեն ես սկսել եմ հարցաքննել, թե ում կողմից է անակնկալը, մտածի, դու մտածի, հարսիկը մտածելու բան չունի, որովհետև քո բարեկամներն են անակնկալը կազմակերպել, հիմա բացիր այս կոնյակը, որը հենց երկուսիդ է վերաբերվում, այնքան ժամանակ, մինչև որ կծնվի առաջնեկը, այս կոնյակը կդադարի էլ կոնյակ լինելուց, որտեղ կխմեք, աչքալուսան կլինի, դե բոց, հարսիկ ուշադիր նայի, որ քո դեմքից հասկանա Կես հոգիս է փաթաթվել Կամ պտտիր կոնյակը լավ է Հարսիկի դուրը եկավ Քո աչքերն են ինձ հաղթել Սա շատ խորհրդանշական կարևոր կոնյակ է, որը միայն մի բան է նշանակում, որ ունենալու եք առաջնեք ու մի 5-ն էլ հետո համաձայն եք
Հարսիկը շատ մտածեց, բայց փեսայի ծիծաղից դուր եկավ, նշանակում ունենալու են։ Իսկ հիմա ծափեր տվեք այդ առիթով, թող հայոց ազգը ուժեղանա ու բազմանա, հզորանա։ Հիմա Միշա, ես մի հարց տամ քեզ, բարեկամ, ում կողմից կլինի անակնկալը։ Թումա քերիս կողմից կարելի է։ Այդ ինչի, որ իր անունն է Միշա դրա համար։ Անակնկալը Միշա Քերի եւ նրա տիկնոջ տիկին Ասլիկ քույրիկի կողմից է։ Նրանք շատ սիրում են բոլորին։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձ տանի Աշխարհի ամենալավ բաները։ Քերի շոկոլադը շուտով կհասնի քեզ Միշա։ Միշա Քերին քեզ շոկոլադ է միշտ տալու, քանի նա կա դու միշտ շոկոլադ ես ուտելու։ Ու բոլորի քերիներն են բոլորին շոկոլադներ տալու, որովհետեւ ձևը է դա հայոց աշխարհում։ Դե ձեզ լիքը բախտ երջանկություն, մի բարձի ծերանակ, մենք էլ գնանք, ձեզ բարձր տրամադրություն, լավոր, Էդգար ջան, շնորհակալ եմ բանակումից, Էդգարը, Ստեփանը Եղեգնաձորից, ծափեր են ուզում ձեզանից։ Շատ շնորհակալ շարքային Ստեփան ջան, գեղեցիկ պոզիտիվ տրամադրության համար։ Ուր, Ես գնում եմ Մարտունի։ Պատեկա, լաչի։ Լսի, ախպեր, արի, լսի, արի, այստեղ։ Իսկ բարամնացել Ստեփան ջան։ Բարեկամ ինձ բռնագերավել են։ Շատ ճիշտ է արել։ Ստեփանավանցով ձեռք սեշ չես բացնի։ Հələ արեցանք Ստեփանավանցներ։ Բան է, բարև ձեզ արգելի սեղանակիցներ, իս բռնի ձևով բերել են ձեր սեղան, շնորհավոր նոր տարի։ Որ նայում եք Ստեփանին։ Դեր հասմիկը Խփեք ու անուշ լինի հայոց արաղը։ Ես խփեմ։ Երբ որ նա այդ Ջան, հանդիպի այդ մարդուն ինչպիսի ձեռքը հեսա գալիս եմ խփեմ։ Այսպես։ Ձեր խիճ այսօր հարցրավերշը գրավես հանգիստն է, որովհետև մեր Միշայի պես աղափեսան է, միացավարում է մեր աղափեսան։ Ծափերը։ Ծափեր դու։ Արգեշան Հովանեսյանն կարող է հասարակության աչք պանձրես և պանձր ճակատաներ, քանի որ առօր տարիքից Կարամ է տամ, գնամ էլի։ Գնում եմ Մարտունի, էլի, թե չեք ամենայիք կեվ կանենք։ Խավար, գիշերն անդուր, իմ բաղթի համար աղոտում միշտ դուր։ Այդ Մայրսյանն է, բլված մի տաճար ու մոմերի տեղ աչքեն են միշտ վար։ Ու դարած մի բուր աղոտում է լուր, որ գոց չմնա ճամիս ոչ մի դուր։ Թող որ ձեր աղոտները առաստաստեղ հասնեն, ձեր զավակների գլխից անպակասնեք։ Ծափարում ենք շատ սելիցնողներին, վերցնում մեր բաշակները, մոտենում, բաշակ զարգում իրասում։ Վարդան է արա, Վարդանն է, հիշում ես Վարդանին ապեր, Վարդան։ Անըտ ինչա։ Այք, ապրես այք, մենք գնացինք, Վարդանը սելակ աղպերես։ Բարեկամներ, հեռվում շողում է մի BMW, որ այսօր օգնեց մեր Միշայի և Հասմիկին ամուր հայկական օջախ կառուցեն։ Այսպես են լինում BMW-ները, ընկերներ, իսկական BMW-ները։ Են ստից BMW-ների մասին մենք չենք էլ խոսում, չունենք նյութեր խոսալու, բայց լավ BMW-ների մասին միշտ էլ կա ասելու, խոսալու ու լսելու։ Այնպես որ ընկերներ, հիմա մենք կգնանք ու կնստենք Nissan Altima, ինչ BMW, եթե մեր մեքենան Altima է Nissan։ Մաղթենք բարի բախտ երջանկություն բոլոր զույգերին։ Մենք չենք կարող ամեն տեղ ներկա լինել, բայց կարող ենք ամենքին շնորհավորել ու հորդորել, որ ամուր լինեն, սիրեն իրար ու դիմանան կյանքի բոլոր դժվարություններին։ Իսկ հիմա Վարդան բացում եմ դռները, նստի գնանք։ Բարեկամներ, ծածանվում է հայոց եռագույնը եւ մենք այս պահին գտնվում ենք Միմինոյի դերասանների կողքին, այսինքն հենց Դիլիջանում ենք եւ Ջան Դիլիջան, այստեղ նոր տարվա շունչ կա, տեսեք, ինչ գեղեցիկ տոնածառ են ստացել, ինձ թվում է սա չի Դիլիջանի կենտրոնական զարդարանքը, բայց սա այն կետն է, որտեղից մենք պետք է գնանք Մարտունի, հետևաբար նկարում ենք այն ինչ կա, բայց եռագույնը խոստովանենք, որ հրաշք էր։ Երեկոյան ծածանանքը ուղղակի հրաշք էր։ Մենք էլ դրա ականատեսը դարձանք ու շարունակում ենք ճանապարհը։ Եթե էլի զարդարված
տեսնենք անպայման կնկարենք։ Եթե չտեսնենք, մի անգամից գնալու ենք Մարտունի մեծ հայք ռեստորան ճանապարհին, ինչ որ հետաքրքիր լինի, անպայման ցույց կտանք, նորությունները կասենք, իհարկե լավ ու դրական նորությունները, թե չէ, կարող ենք վատերներ ցույց տալ, բայց վատերը մեզ չի պատկանում, մեզ չի վերաբերվում, որովհետև մենք փորձում ենք լավատես լինել եւ այս դժվարին պայմաններում լավը նկատել, գնահատել, որպեսզի լավը շատանա։ Ջրում ենք լավից առը, որ լավը շատ լինի, պտուղներ տա։ Հետևաբար, եկեք բոլորս այս կարգախոսով շարժվենք, որպեսզի դզվենք ազգովի, ոչ թե մենակ ես։ Բա։ Էդի գիտեմ, էդի մի ասեք, կանի։ Ասում ես, հրավիրում եմ քերու ընտանիքին։ Անչի։ Կանի։ Ինչի՞ չէ։ Չէ։ Ինչու։ Հիմա կանի բան եմ ասում, տես։ Վարդան ախպեր չնկարի։ Չէ, Վարդան դու մի նկարի։ Հա, ուրեմն բան ենք անում, հա։ Ուրեմն Վարդան բարեկամս։ Ծաղիկները ավտոն քերին, հա։ Ծաղիկ ավտո քերին, հա։ Չէ։ Բա ով է։ Ավտոն քերինը։ Ավտոն Քերին իրա որդին։ քերին որդին։ Հետո ծաղիկը։ Ծաղիկները Ապեր փեսայ քերինը, չէ, Արամի քերին։ Արամի քերին։ Հա։ Հետո Գեղամ, քերուանունը Գեղամա։ Գեղամ քերին։ Գեղամ քերը կողմից է, բայց դու պետք է նենց անես, որ ինքը գուշակի։ Հա, թո գուշակ։ Հա, էսի վերջումա։ Կեսերից ուղևորությունն է։ Տոմսերը, հա։ քերակնոջ կողմից է։ Տոմսեր քերակինն է։ Լավ, ես ուզում եմ քերակին ունենալ, հա։ Կոզոն կանցնե, բակես տաբել, հա։ Հա, մերոպեմ։ Ինչը։ Փոքր ամեցանաս ուղարկե։ Չէ, անենց եք այդան։ Կապահես երեխեքին, ապսո լավ, վերջ պայմանավորվանք, կասես ինձ հետո։ Բանը ինչ էր անում։ Ծաղիկները, կոնյակ, մատանին։ Մատանին ոսկի կողմից։ Տատիկը ընդ է։ Բացի քերուց սաղը ներսում է։ Հա։ Բարեկամներ, հիմա մենք կնկարենք հարսի պարը, որից հետո կսկսի կյանքի պարը, որտեղ մեր զույգերը լիքը նվերներ են ունենալու ու ասեմ ձեզ լավ էլ ճոխ նվերներ։ Հյուրասեր շունա, գիտես ինչ է ասते պարկե, որովհետև ստի տակոթ հանդա դուրս գալի, մեկ էլ երեխայա դուրս գալի ձեռը խորոված վերցում ուտում է։ Բարի օր ձեզ։ Հա, լրի մենք ենք, եկել ենք ստե փախկվենք։ Բարեկամներ, ներկայացնեմ ձեզ մրցող թիմի կազմերը, Արամ Եղոյանը աղբեր, հազար բարի, ես հարազատ Մարտունի ում ես դու հիմա, կեզ կանչել ես թե, որ անակնկալ է ես անեմ, այ մացի, ես պատի այդ անակնկալն անեմ, այդ մեկ, հետո աղբեր ես, հիմա հարսի պարն է, չէ, բա ինչ է, չէ, հարսը թո պարի, էլի նկարենք հարսին, բա աղբեր ես, ռեկ անենք, ռեկ բրնենք, հարսի պարն է, պետ գիտես ինչ է, Ռիչարդը, ապեր Ռիչարդ Քոչար։ Որնի փողա ծախսում ձեր համար։ Ձերի չի։ Հա, բայց ծամ, դա ձերի չեմ, այդ ես իմ ջեբից, ես իմ իրա ջեբից աղբեր։ Ես այս տաղու ջեբից աղբերս։ Այստեղ ու ջեբերը գիտես ինչ խորն է աղբեր։ Ինչքան փող ունի։ Դու գիտես այսօր ինչ նվերներ ալելու։ Արամ, գիտես ինչ նվերներ ալելու։ Հա, էդիկը չի ալվա յա։ Աղբեր, բայց գիտես ինչ նվերներ է։ Գիտեմ։ Ուժեղ է աղբեր։ Բայց սա կազմակերպած, քեզ ասում է խոսալը։ Դեթո բարի հարցը։ Արա ափսոս ես այդ խոսալը չգիտեմ։ Ապա ոնց ակնոց չեմ դնում, աղբերս այդ խոսալը փողա բրատ, այդ խոսալուց։ Ակնոցները տուրին, ձել աղբեր։ Սես պահի տակ դնեմ, հետո կտամ, էլի, սես պրոստը որ իշ չճանաչեն։ Չճանաչեն։ Հա, էլի, ինձ ստենան չջոգեն ես եմ աղբեր։ Եղեգնաձորից է, չէ։ Քծի, բելի ակնոցել չի առնեմ, ազևի մակտոստերը վեգալի։ Շնորհակալ ենք Արամին լավ խոսքերի համար, իսկ հիմա ես ներկայացնեմ թե ինչ է կատարվելու անակնկալի պահերին։ Տեսեք, այս տուփը, որը ոսկեգույն կրիշկայով է, քերին է ուղարկել, իսկ թե ինչ կա մեջը, ասեմ իմացեք, գաղտնիք չլինի մեր համար, մինչև փեսան ուրախությունից գլխապտույտ կունենա։ Սրա մեջ մեքենայի բանալիներ են ընկերներ։ Մեջն է։ Ավտոն Ռուսաստանում է, որովհետև փեսան էլ պետքա գնա Ռուսաստան, Արամն էլ պետքա գնա Ռուսաստան, այդ իսկ պատճառով մեքենան հենց գտնվում է Ռուսաստանում։ Իսկ հիմա ընկերներ ներկայացնեմ մյուս հավեսով նվերը, ու է որա փոխադրություն, հանգստություն եւ խաղաղություն, ներդաշնակություն դեպի Եգիպտոս ընկերներ։ Զույգը այսօր երեկոյան չի գնալու Հայաստանում Մեղր ամսի, որովհետև Մեղրը տարել են Եգիպտոս, գնալու են Եգիպտոս։ Այ այնտեղ անուշաբույր եգիպտական բազմատեսակ համեմունքների ներքո կլինի մեղրամիս, իսկ այստեղ մեղրամատանին է ընկերներ, տատիկի կողմից է այս մատանին, տատիկը տեսեք ինչ սիրուն
մատանի է հարսիկի համար ստեղծագործել, գնել թոշակով, լավ էլ թոշակ է ստանում տատիկը, կամ էլ քերին է փող ճամփե, ինչ իմանաս, դա հարցեր են, որ հետո կիմանանք։ Եվ գլխավորապես մեծամասնորեն նշեմ, որ մենք այս զույգի նշանադրությանը ներկա ենք եղել, նշանադրությունից հետո էլ մեզ այսպես լավաշով տվել են խորոված խոզի չալաղաջ, որը ճամփին ես ու Վարդանը կերել ենք, հույս ունենամ այսօր էլ կուտենք։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տուն ես, իմ տակ հուկանկյուն ես ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ է քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ է Որտեղ միայն սերն է իսկական Ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վարկյան Կրկնել եմ ես ուզում քո Արամը, Եղոյան, կհայտարարի, հիմա ներս կգնանք մենք, կտանենք մեգա անակնկալներ, սա իսկապես մեգա անակնկալ է, որովհետև իմ մարևը տենց նվերներ ես կե երազը ինձի տային, դուք էլ չէ աղբեր։ Դիմավորում են, արի գնանք տո դիմավորեն, հա։ Արամ Եղոյան ապրես, բարի բոլորի ոնց է ձեր տրամադրությունը, հենգերներ, տրամադրությունը ոնց է։ Ասենք թե ոնց է ձեր տրամադրությունը, պետք է ծապրակ որ իմանանք էլի։ Լավ, սպասեք, բան եմ իշը, հելը թո ծապեր տան արցիկի կողմը։ Վատ չէր, բայց ես վստահ եմ, որ պես է Արամի կողմը ավելի ուժեղ ալնելու, պես է կողմնա ծապեր տալ։ Իսկապես շատ գեղեցիկ ծապեր էր, որը ինձ առաջ բերեց հասցրեց մեր այսօրվա թագավորի ու կողքին կանգնել։ Գարուներ են իմ սրտում Թագավոր իս չգլխատես դրա համար, բայց ես ես ծաղիկներ եմ տալի Բարով լինի ձեր միությունը, աղբեր վերց, հա Հետո վերջում կայելնենք հարցերդ կտաս, կայանի հիմա ծաղիկներ այսպես լավ պահի մոտդ Ես եկել եմ շատ կարևոր մարդու կողմից, բերել եմ շատ կարևոր նվերներ, որ մեր Արամն ու Զառան վայելեն այդ նվերները, բայց հələ նվեր չեմ տալիս Որովհետև միշտ նվերին ասնելը դու պետք է ծաղիկները քնքշորեն մեծ սիրով նվիրես հարսիկին մի հատ պաչիկ անես որ ծափերը տան ծափերով սկսենք պրոցեսը գեղեցիկ Թե կողքից լինես անունովդ սերը իմ ավերժացնե Քանի անգամ գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել սիրուց այրվելով Ծափերն էլ ոչ պակաս ոսկի են, ոսկեզոծ են, բայց փեսայի կողմը ոնց որ չի ուզում ծափ տա, էլի։ Սել են նայում են, էլի։ Չէ որ ձեր տղան ամուսնանում սուրբ այոց օջախ են կառուցում մեր գեղեցիկ զույգը եւ ես չեմ մոռացել, որ ձեր նշանադրությանը եկել եք։ Տեսա՞ր։ Բայց հիմա լրիվ ուրիշ ձև եմ եկել։ Հիմա ավելի լուրջ ձևով եմ եկել եւ ձեզ բերել եմ գեղեցիկ նվերներ։ Բայց թե ում կողմից էլ չասեմ։ Որովհետև հիմա ես ուզում եմ փորձանշական նվեր անձնեմ, հարսիկը իր ծաղիկները ստացավ, նա գոհ է, շնորհակալ, բա փեսան, փեսային էլ ուրախացնենք, հələ բաց ես նվերը։ Այս նվերը այսօր ես բացելու նայես, բաց։
Ծափեր նուր են։ Ծափեր տվեք, որ փեսան ավելի դուխով բացի։ Քաշ, այդպես կոստու հելնի ռիսկով քաշ, հավեսով Կոնյակ, որի վրա գերված է սեր եւ երջանկություն մեր զույգի նկարով եւ իսկապես սեր ու երջանկությունը թող թակավորի ձեր համատեղ կյանքում, այս կոնյակը բացելու եք առաջնեկի ծնվելուց։ Սրտներով չի։ 5 կունենաք, հա? 5 երեխա, ասա հա։ Այո, 5 երեխա եւ սա կբացեն առաջնեկի ծնվելուց։ Ծափեր տվեք։ Քանի որ նկարում ես, նկարի աղբեր, նկար, հա, մտանտիր նկարի, եսի պատմական պահ է, էլի։ Ես պահ դու բանար։ Աղբեր, հələ կան, իմ օգնականն ուր է։ Այո, մենք օգնական ենք դու։ Աղբերում կողմ։ Նկարեցիր բարեկամ, շնորհակալ ենք նկարելու համար, իսկ հիմա մի հատ հələ հարց տամ, սես թե հարց տամ անցնենք առաջ։ Կասկածներ կան Արամ ջան, ով կարար անակնկալ աներ քեզ ու հարսիկին։ Ով։ Եջան, դու աշկից շոկոլադ ես ուզում, հա? Սիրտը շոկոլադ է ուզում ասում ես քերից։ Դու մոտիկ ես, ավելին ասեմ շատ, ճիշտ ես հենց քերի կողմից է անակնկալը, բայց ոչ միայն քերի կողմից, քանի որ քերի անունը տվեցիր, քերի մատնել խառնա, ուզում եմ այստեղ հրավիրել քո քերի, գեղեցիկ սուրբ ընտանիքին, թող գան քերակնոջ գլխավորությամբ, կանգնեն ձեր կողքին, հրավիրում ենք ծաղիկ քույրիկ, ուր են ձեր դուստրերը, ուր է ձեր փեսան եւ դուրգենը։ Բարեկամ, դու ճիշտ ես, քերին ես անակնկալին խառն է, բայց ես հիմա ինչ տվել եմ ձեզ, այդ մեր շատ լավ թագուհի մեծն տատիկի կողմից է, տատիկի անունը հիշացրի, Ռիմա տատի, ո՞նց ես։ Շնորհավորանքներն են, մեր ծափեր տվեք Ռիմա տատիկի համար, տատիկն այստեղ է ու ես ուզում եմ, որ հենց իր ձեռքով նվերը հանձնի իր թորնիկին, թորնիկն էլ իր հետին կտա հարսիկին, հարսիկը հաղթում է 2 քաշվով, հարսիկը արդեն 2 նվեր ունի։ Արամ ինչ կասես այդ առիթով։ Մուզիկա ես ուզում աղբեր։ Լավ, թող մուզիկա ալնի, հա։ Ու ծափեր մուզիկային համահուր։ Սադեր վերջը չի ընտասկային բաներ ունենք, չէ որ այսօրվա մեր զույգը այն բախտավորներից է, որ ունի էլի նվեր, Արամը սաղ բախտս ես նայում ա դեմքիս ասում, արա ինչ ես ուզում, թող գնայտանք նստենք, հոգնել ենք սաղորը, հարցուպես խաղացել, բայց ընկեր, ես չեմ գնալու, մի բան էլ ձեզ ուրիշ լավ նվեր եմ տալու, ու այդ նվերը գտնվում է իմ գրպանում, ու նվերը արողի աչքերը հիմա փայլում են, նա կանգնած է հենց քո դեմ դիմաց, Քերակին ծաղիկն է նա, բարեկամս, ես կուզենայի, որ հենց այս նվերը ինքը տար քեզ։ Հիմա թող նվիրի։ Հա, ծաղիկ, քերակինը, սրտանց, ուզեցել է ձեզ ուրախացնի երկուսիդ էլ։ Բայց թե ոնց, դու ասա։ Ինչ կլինի մեջը։ Փող չի։ Ես ասեմ ինչա։ Այս ծրարի մեջ արդեն մեծ մասն իմացավ ինչա։ Ուղևորություն, որ մեղրամիսը ուղևորության ժամանակ անեք ու այս ուղևորությունը ասեմ քեզ բարեկամ Հայաստանից հեռու է։ Լավ տեղ, տաք երկրներ, անունն էլ Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխ։ Ես քեզ խոստանում եմ այն սերը։ Շատ ուրախա։ Գնում եք քերակնի ցանկությամբ, մի հատ պաչիկ անում քերակինը, տատիկը հա։ Շատ լավ նվեր էր նախապատրաստել, բայց այս նվերը ծնվել է մրցակցության արդյունքում, քերին էլ ունի անակնկալ, քերի անակնկալն է, կբացես թե հետո տանեք բացեք, ուզում ես ես Արամին հարցնեմ ասի, Արամ, հիմա բացենք աղբեր թե հետո, բացում ես, բան չես ագրեսիվ բացում, ասում է չէ բացում եմ, Էկրանի մոմենտը չմոռանանք։ Հա, չենք մոռանում։ Դե բաց բարեկամ, բաց տենանք ինչ կա։ Օ, նվեր, որի մեջ էլի նվեր կա։ Պատկերացնում եք, հան էս էլ ան, էսի տուր էլ պետք չի քեզ։ Բայց ես ասենք
Հեսա սրա մեջ էլ նվերել ավելի կգժվեմ։ Դու էլ գժվի, հա, գժվի որ լավ նվերելի վերջում։ Համբերատար բացում է, արամ է իր նվեր, արա էլի նվեր կա։ Էսի լրի մատերյոշկա նվերա։ Ինչ կլնի ես նվերի մեջ, բարեկամ։ Հələ կա ես տենամ նոր դու էլի։ Ախպեր խոտը խուլա շատ գիտեմ ինչա, բաց տենանք էլ է։ Լսի, կային մի բան ասեմ էլի։ Մինչև բացել է, արել է կողերդ նայի նոր ձեռդ ես մծրու շոշապ է ասա ինչա, դու էլ մի տես։ Ինչա։ Սպասի։ Չհուշեք, հա, ինքը դասը լավ է սովորել։ Հասա ինչի նման է։ Հասա, ժարժ գացել։ Ինչա։ Վերջը նայի։ Աչքերը փայլում են և պեսայի ու հարցի նվերն է կիա։ Կիա, անգերներ, մեկենա որը Մոսկվայում ատ է։ Բարնաուլում կանգնած է ու սպասում է զույգին։ Ռույլ է տաճ բարեկամ կերի նվերնա գեղամ Կլապտը առե Կերին քանիկա եգյանը պիտի կշիկիա Ծապեր ուրախության, ով ուզում է ապտոն ունա, ծապեր տվեք, որ ձեզ նվեր տան։ Ծապեր ու լայքեր, կիսվեք, բաժանորդագրվեք, Արա ինձ ուրախանալա ուրախացը մեր արամը, իսկ մյուս արամը չի էլ երևում, որ կոսապողը տամ։ Այո, ապրեմ բոլորը, բատ արամիս, լավ, կան։ Այո, մի անգամից, համ ավտո, համ Եգիպտոս, համ կոնյակ, շատ լավ, էլի, ուժեր։ Մատանին արա, մատանին բա չես ասում, աղպետ։ Անկերներ, հիմա մենք հետևում ենք, թե ինչպես է ֆոտոգրաֆը պրոֆեսիոնալ ֆոտոներ անում, տեսեք ում է նկարում, հարսին պեսային և մնացածին։ Տեսեք ինչ լարված պա է ֆոտոգրաֆը նկարում է, Արամը լուր է Վարդան, Արամը լուր է, որովհետև սպասում է, որ նկարեն։ Երկու բաննա սաղպեր, հեռու էր կայնեք, իմ որ չեք կար։ Ապրես, շատ լավ է։ Չէ, ուրիս բաննաց։ Ինչ ես ուզում ասել։ Ինձ ուզում են։ Եկեք գիտեք ինչ ասում, ժողովուրդ։ Ասում ես քան նվեր տվի, մեր բաներ են նվեր տային, էլի։ Ապտես ուզում, ով ախտո բրաբուս են բերելու։ Կերի ունես, անն ինչա։ Կարեն կերի հարսանիքին ավտո ես տալու, ավտո։ Հեսար գործերը տնտի։ Ախպեր կայն է, էլի, մերոպ եմ։ Վերջացրեցիր բարեկամ։ Վերջացրել եմ բարեկամ, բայց Արամի հետ նոր բան ենք ուզում սկսել, նոր պրոյեկտ, ծապ են տալիս պեսայի բարեկամները։ Հետո ծապ կտանք, էլի։ Ախպեր թող ասեմ, էլի։ Բարեկամներ, ինչքան գեղեցիկ էր, նոր ընտանիք, նոր մեքենա և ուղևորա, չէ, ինչ էր, հանգստյան ուղեգիր, միթե ուրախանալու առիթ չի։ Եգիպտոսը շատ լավ առիթ է, այդ իսկ պատճառով թող պեսայի կողմը ծապեր տա, որ լավ լինի։ Թուլացել են ծապերը, ես վստահ եմ հարսիկի կողմ ես հաղթելու է, հարսիկի կողմ ծապեր տվեք։ Լավ է, պետք չի, արամ դու ճիշտ էր ես խալվեցի։ Տանում ես ինձ աղպեր, ուր ենք եթում, ուր ես տանում։ Լսենք բաժակները, բաժակվարտացնենք մեր մեծերի համար, հատիրս մեր նորոքսակների, տատիկ, կողիկների, ռիմայի, սետայի, ճանիկի, վաշոլի, ինյանի, Ջերմուկ, ձեր սեղանի ջուրը, ջերմուկ, ես չունեմ բաժակ, ջերմուկ, ես չունեմ բաժակ։